Ողջույն ընկերներ, այսօր միասին շատ համեղ քաղցրավենիք ենք պատրաստելու բիսկվիտ միջուկով։ Մեզ անհրաժեշտ կլինի 2 միջին ձու, 1 բաժակ մածուն, ընկերներ ջան, մածունի մեջ կավելացնենք 1 թեյ գթալ սոդա, լավ կխառնենք, որպեսզի փրփրի եւ կավելացնենք ձվի զանգվածին։ Կես բաժակ շաքարավազ, որը ինձ մոտ կազմում է 4 ճաշի գթալ, եւ սիրելիներս մի փոքր վանիլ, 3 ճաշի գթալ բուսայուղ եւ այնքան ալյուր, որպեսզի զանգվածը դառնա բիսկվիտային զանգված, ընկերներ ջան։ Տապակի մեջ մի փոքր բուսայուղ կանենք, բիսկվիտային զանգվածը կլցնենք տապակի մեջ, ջեռոցը կմիացնենք 190 աստիճան ջերմության տակ, միայն ներքևը, սիրելիներս, վերև ներքև չենք անելու, եւ կդնենք մեր բիսկվիտային զանգվածը ջեռոցում։ Մինչ այն կկեղևակալի, այսինքն եզրերը մի փոքր կչորանա, այդ ընթացքում արագ պատրաստելու ենք միջուկը։ Մեզ անհրաժեշտ կլինի կաթնաշոր 3 ճաշի գթալ, 2 ճաշի գթալ թթվասեր, 3 ճաշի գթալ, սիրելիներս, օսլա, կապ չունի կարտոֆիլի օսլա է, թե եգիպտացորենի, 3 ճաշի գթալ շաքարավազ եւ մի փոքր վանիլ։ Այս ամենը լավ միասին հարում ենք, համասեր զանգված, որպեսզի ստացվի, եւ հենց վերջացնում ենք, անմիջապես ջեռոցից հանում ենք բիսկվիտային զանգվածը, մեջտեղի հատվածում տեղավորում ենք այս միջուկը, մի փոքր խառնում ենք, որպեսզի տարածվի միջուկը ամբողջ տարածքով բիսկվիտի եւ կրկին տեղափոխում ենք ջեռոց։ Սպասում ենք այնքան, մինչև գույնը կդառնա ոսկեգույն, չոփիկի օգնությամբ փորձում ենք տեսնել եփվել է, թխվել է խմորեղենը թե ոչ, որպեսզի հում չմնա, եւ ապա վերցնում ենք ջեռոցից ու համ տեսում։ Շատ համեղ է ստացվում, երբ որ մի փոքր շաքարի փոշի ենք ավելացնում վրան։ Հուսամ բոլորդ կհավանեք եւ կփորձեք այս տարբերակը, ես շատ եմ հավանել, այն կարծես կրեմի հետ միասին լինի բիսկվիտը ու հետաքրքիր համ ունի։ Ինչ գնացեք պատրաստեք, ինձ էլ մի հատ լավություն արեք, տեսանյութը անպայման հավանեք, տարածեք, եթե չեք բաժանորդագրվել իմ ալիքին, ապա խնդրում եմ բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք այս հեշտ եւ հասանելի տարբերակները բաղադրատոմսերի, որը ես ձեզ ներկայացնում եմ։ Բոլորիդ շատ սիրում եմ, ցտեսություն, միշտ նոր տեսանյութի հանդիպում։